Հարգանքներից հավաստիքը Եղեգնաձորից ընկերներ մենք հիմա գտնվում ենք Եղեգնաձոր քաղաքում, որտեղից ուղևորվում ենք դեպի Հերմոն Լուսիտուր, հանգստյան գեղեցիկ հյուրանոց, այնտեղ ամեն ինչ հիանալի է եւ այսօրվա առիթն էլ պակաս հիանալի չի, հավաքվել են ընկերներով, ընտանիքներով, երկու ընկեր իրենց կանանց հետ նշում են մյուս ընկերոջ կնոջ ծննդյան օրը եւ մենք գնում ենք հենց հիմա գեղեցիկ կազմակերպենք անակնկալ ընկերների կողմից, սիրելի ընկերոջ ընտանիքին Սեր ու հարգանք է այս անակնկալը եւ մենք դա պետք է հասցնենք տեղ հիմա զանգեմ այդ Զարնե քույրիկին թող անունները ասի որ անունները իմանանք ավելի վստահ խոսեմ ալո Անուշ ախպեր ալո տեղը հարմար է որ անունները ասես անունը մի վարկեք դու հասնելը որն է դուս եմ եկել խրած գալիս եմ արագ իշքան ձև կա գալիս եմ այդ բանը խադավիկս ինձ ուշացրեց ինձ թվաց 2 րոպե գործը հիմա Հայկոպն եմ իշտում իրար եք դուրս գալու Լուսիտուրից ախպեր Լուսիտուրում հենց հիմա անց եմ դասավորի կոֆեն խմում իսկ դա կայ մենք էլ ախպերս լսի այդ կոֆեն եմ արիստրոկ կրած ձևով շատ դանդաղ խմեք մի հետաքրքիր դալաջի բացեք Ես կհասնեմ, գիտեմ պատկերացնում եմ պրոստոնձի բան էլ ավելի ավտոն քանդինք ուշացավ Դու անունները SMS-ով գրի ինձ Ժենյայի ծնունդն է, դու ոնց որ ընկերոջդ կինն է, հա? Հա, դե ընկերոջդ, ոբշեմ անունները SMS-ով գրի, որ չխոսանք, ես հեսա 15-երով Ժենյա, հերո? Անունը հերո, հա Լավ Անուշ ախպեր, դե հեսա հասնում ենք ձեզ, դա Ժենյա հերո, կհիշենք հերո Բարեկամներ մի խոսքով Ինչպես նկատեցիք մեր նորվա խոսակցությունից մենք բավականաչափ ուշանում ենք Որովհետև մեքենան տարել ենք մի երկու բան կարվել են դզրտելու Մի քիչ երկար տևեց ուշացանք Հիմա ուշացած գնում ենք, բայց ուշ լինի կարգախոսով, որովհետև գիտենք, որ շատ լավ են կազմակերպելու ամեն ինչ, հաստատ ընկերները մեր Ժենյա քույրիկը հաստատ կուրախանա, կզգա, որ բոլոր իրեն շատ են սիրում եւ ծննդյան օրը քաղցրությամբ կլսվի մեկ ուրիշ եւ կդառնա լավ հիշողություն մեր զույգերի համար, որ հավաքվել են ու նշում են նրա ծննդյան օրը, իսկ մենք հիմա գեղեցիկ Գետապ գյուղով սլանալով գնում ենք դեպի Հերմոն գյուղ Հերմոն գյուղը Վայոց-Ձորի գյուղերից է, որտեղ բավականին արդեն երկար տարիներ զարգացած է հանգստյան համար զարգացված գյուղ է, այնտեղ մարդիկ գնում են, հանգստանում են, լավ օրեր են անցկացնում, իրենց լավ են զգում եւ մենք էլ պակաս չենք գնում ուրախացնում, մենք էլ շուտ գնում ենք Հերմոն, մանավանդ Լուսիտուր եւ այնտեղ գեղեցիկ անակնկալներ են կազմակերպում, այսօրն էլ բացառություն չէ, հաստատ կկարողանան կազմակերպվել տեղին սիրուն Այնպես որ մնացեք մեզ հետ, մենք գնանք Բայց կարող եք նաև հիանալ Գետապի գեղեցիկ տեսարաններով Գետապ գյուղի Գետապ գյուղ գիտեմ, որ Հայաստանում էլի կա, բայց մենք հիմա Վայոց-Ձորի Գետապում ենք Այստեղ էլ շատ գեղեցիկ է ամեն ինչ Մարդիկ աշխատասեր են Զբաղվում են հողագործությամբ Եվ ստեղծագործում են Պարապ չեն էլի, աշխատասեր ժողովուրդ են Բոլոր գետապցիներն են այդպիսին Գետը կարծես իր կարկաչով բոլորին համոզի, որ աշխատեն ու ուժ է տալիս, էլի, ուժ է տալիս, որ ուժով գեղեցիկ կպնեն գործի Այսօր էլ մեր Անուշ ախպեր Վարդանի տան բացման օրն է, շատ գեղեցիկ տուն է սարքել, ափսոս այստեղից չի երևում, չէ ցույց կտայի Բացում է կազմակերպում մեր Անուշ ախպերը, սիրուն տուն է սարքել Ուրախ առիթներ թող միշտ լինեն Աղթանակներ եւ առաջընթաց Վարդան ախպեր, եթե կտեսնես, ով էլ կճանաչի Վարդանին թող իմ շնորհավորանքները ասի, որ ես սենց շնորհավորել եմ, հենց կզանգեմ էլ կշնորհավորեմ, էլ խնդիր չի, բայց սենց ես մի հատ իմ սրտի խոսքը ասեմ, մինչեւ հասնենք մեր հոբելյարներին ու ինչքան հնարավոր է արագ հասնենք մեր հոբելյարներին, որովհետեւ նրանք պետք է դուրս գան գնան Երևան։ Այդ մեր համար է Երևանը մոտիկ մի ժամվա ճանապարհ, շատ մարդկանց համար Երևանը այնքան հեռու է, որ 2 ժամ ճանապարհ են գնում, հələ ճանապարհի համար հաց են վերցնում, որ միտեղ կանգնեն հաց ուտեն կամ էլ միտեղ կանգնեն հաց են տում, այդքան երկար է, բայց մեր համար 2 մետր է, այսօր մենք էլ պետք է գնանք Երևան։ Այսօրվա մեր օրը հագեցած օր է, գնալու ենք Երևան, գնալու ենք Հրազդան, հետո հետ գանք էլի Եղեգնաձոր։ Ու վաղվանից արդեն դուք կտեսնեք մեր նոր մեքենան, X-Bank Magnish-ի մեքենան, որը Սրանից հետո նա է մեզ ուղեկցելու ամբողջ Հայաստանով էլեկտրո մեքենա, որի մասին ես ձեզ կպատմեմ, բոլոր հարցերին կպատասխանեմ, այնպես որ ակտիվություն դրսևորեք մեկնաբանություններում եւ ես մի բան էլ ասեմ, իմացեք սրանից հետո ով ինձ վատ մեկնաբանություն գրի, էլ չեմ ջնջելու
թողելու եմ ու հուսամ դուք իսկ կպաշտպանեք այդ վատ մեկնաբանություն գրողներին, կասեք, որ ճիշտ չես ասում, եղո, պետք չի դες բաներ գրել, պարապությունից դրդված։ Հենց որ այսօրվանից փոփոխությունների դարաշրջանը համարում եմ բացված մեզ համար, մենք թևակողում ենք հաջորդ փուլը միասին եւ հուսամ դուք կմնաք մեր կողքին, կհետևեք մեր տեսանյութերին, որովհետեւ ձեր աջակցության կարիքը ունենք ինչպես երբեք, այնպես որ մնացեք մեզ հետ, իսկ մենք հենց հասնենք Հերմոն կմիանանք ձեզ կամ եթե ինչ-որ հետաքրքիր ասելու, խոսելու բան լինի, անպայման կմիացնենք տեսախցիկը եւ կտեսանկարահանենք ու կտեսակզրուցենք, էլի։ Զրույց է տալու, այո, բայց այս հատվածը շատ եմ սիրում։ Շատ եմ ասել, բայց էլի պետք է ասեմ, շատ եմ սիրում։ Գնացինք։ Եկանք հասանք մեր իմ շատ սիրելի գյուղ Շատինը, Շատինը ես շատ եմ սիրում, դրա համար էլ Շատինը պետք է նկարենք։ Շատին գյուղով ես անցնում ու գնում Հերմոն գյուղ։ Եվ հենց այդ հանգստյան ճանապարհը անցնում է Շատին գյուղով, որը չքնաղ է, գեղեցիկ եւ արչաշատ։ Այստեղ լիքը արջեր կան ընկերներ, որոնք սովից գալիս են գյուղամեջ եւ ուտում են տարատեսակ հասած ուտելիքներ։ Օրինակ հիմա անկուշտի պես սպասում են, որ հասունանա խնձորը բանը, որ իշնեն ուտեն, էլի։ Մեր աղբերներն են Շատինյան, հավաքվել էին ծառի հովի տակ, որովհետև շոկ է ընկերներ, ամառ է, շոկը խեղդում է։ Իսկ մենք այս շոկի միջով հաղթահարելով օթորակիչի օգնությամբ գնում ենք առաջ։ Գնանք հասնենք մեր հոբելյարին, ով մի վարդյան անգամ չէլ կասկածում, որ անակնկալ ունի։ Իսկ անակնկալ ընկերներ անակնկալ կազմակերպողները շատ լավ մարդիկ են, աշխատասեր եւ ստեղծող։ Հենց նրանք ունեն Վայոց Ձորյան ամենալավ մեղրի տեսակներից մեկը։ Մեղրը, մեղուներ ունեն լիքը ու շատ մեղր։ Կարող եք գնել, ես կարող եմ հեռախոսամարտ տրամադրել։ Հեսա գնանք հասնենք տեղ, այդ ամեն ինչը ես կներկայացնեմ։ Թաքուն չեմ պահի եւ ոչինչ այս պատմության մեջ։ Սպասեք, շատ հետաքրքիր է լինելու։ Գնանք հասնենք տեղը, բայց միշտ հասնելը վայելեք Վայոց Ձորյան այս գեղեցիկ ալպերը, որոնք հենց որ ձյուն է գալիս մեկ ուրիշ գեղեցկությամբ են հանդես գալիս մեզ եւ ես բոլորին վերջերս ավելացրեցին այս պարկած արգելափնթիկները, որոնք դժվարացնում են մեր երթևեկությունը։ Առանցանին էլ ճանապարհը մի բան չի, սրանք էլ շարել են, հա ջարդում ես ավտոն ու անցնում, ջարդում ես ու անցնում, անցնում ես ու ջարդում։ Ախր, ինչ անես, ոնց անես, շատ իմանաս։ Այսպես պետք է յոլա գնաս։ Ոչինչ, կդիմանանք, մի քիչ էլ շատ կիմանանք։ Շատինի վերջամասն է ընկերներ, դուրս են գալիս, հոստում թաղամասն է, հոստումը անցնում ենք ու արդեն հաջորդ գյուղը Եղեգիցն է, իսկ դրա հաջորդը արդեն Հերմոնը։ Այսինքն բան չի մնում, որ հասնենք, էլի, վարդյաններ անց։ Մենք կլինենք Հոբելյարին շատ մոտիկ։ Նրանք հիմա կազմակերպել են սուրճախմություն, նստած են մի գեղեցիկ բացօթյա տեղ ու սուրճ են վայելում, ինչպես որ ես մեր հովանավորի սուրճը էներգիա է տալիս, հա ուզում ես խոսել, եթե չգիտեք իմ խոսելու գաղտնիքը, ասեմ իմանաք, սուրճ պետք է վայելեք, ճիշտ սուրճ, ճիշտ հովանավորի, մեր հովանավորի սուրճը, իսկ թե մարդ կա, որ հետաքրքրեց, որ սուրճն եմ ես խմում, ասեք կասեմ, էլի, բայց հիմա չեմ ասում, որովհետև նա լրի պոլնստյու հովանավոր չի ասենք, այդ ես եմ ուզում, որ հովանավոր էլի, մի խոսքով հարցեք կասեմ, հա տեսեք պարուրախություն է ճանապարհին, որ ասում եմ այստեղ մարդիկ հանգստանում են, չեք հավատում ինձ։ Սա ինչ առիթ է, շատ գեղեցիկ առիթ է, տեսեք պարուրախություն, ուրախանում են բոլորը, որովհետև եկել են Հերմոն ընկերներ, Հերմոնում են նրանք, գնում են, էլի Հերմոն արդեն ուրախություն է, կեսս լցվել է ներսը մարդկանց, մենք էլ ուրախացանք, ինչ վատ է, անցնում ես տենս մարդիկ պարում են, իրանք իրանց համար կազմակերպել են ու պարում են, ոչ մեկին չեն սպասում, որ ինչ-որ բան կազմակերպի, նոր գնան ընդե յանում ուրախանում են, մռիլ նկարեն, ուրախանում են Ադդուշի, մենք էլ Ադդուշի տեսանք նկարինք, նկարիչ չէ, բայց որթան, տեսեք նաև ուզում եմ հատուկ այս դաշտերը առանձնացնել, որովհետև այս դաշտերը ժամանակին չոր էր ու ինչ որտեղ անկենթան, հիմա մեր բարեկամը Սմբատյան Արմանը եկել ու ծառեր է տնկել այստեղ, ստեղծելով գեղեցիկ բնապատկեր, գնալով այս ծառերը կմեծանան, տեսարանը ավելի կհարստանա, մենք էլ անցնելուց արդեն անտառ կտեսնենք, ոչ թե ասենք սես դաշտեր։ Գիտես, ընկերներ, եւս մեկ հարց հասունացավ, հղացավ։
ով է այս մեքենայի վարորդը։ Միթե Ռուդոն է։ Ռուդո, եթե դու ես, ուրեմն ռեսպեկտ ախպերս, շատ լավ ես վարում։ Բայց դե իմ մեքենայի մեջ տորտ կա, ախպերս, չեմ կարող քոպես լավ վարեմ, թե չէ վաղուց դու արդեն կշնչեիր իմ այդած հեղուկ գազի մնացորդները, հասկանում ես, այսինքն կլիներ հետևում, ոչ թե դեմում։ Հասանք Սիրանուշ ճամբարին, ընկերներ։ Հերմոնի Սիրանուշ ճամբարը դեռ վաղուց է, որ դիմավորում է լիքը երեխաների, ջահելների, երիտասարդների, այստեղ լավ օրեր է անցկացնում, ստիպում, որ անցկացնեն ու հետա ճամփում իրենց տներ։ Շատ լավ տեղ է, շատ։ Յանալի Սիրանուշ ճամբարը։ Դու զգացել ես, որ լավ էր, հա։ Դու գոհ ես Սիրանուշ ճամբարից։ Ինչ կոմենտներ կգերես։ Հա, Վարդան օրինակ գոհ է։ Այդպես չելել է, որ ինչ-որ բանից դու դες գոհ ես։ Դու հայել գոհ ես, էլ։ Գոհ չես։ Հա, դե, ունեցա, որ հարց չկա։ Մենք հասնում ենք Ռուդոյից։ Նա աչքից շատ լավ հանգստություն որոնող տուրիստներ է բերել Հերմոն։ Բերել է Զարմանսնի եւ Շոյի բնությամբ նրանց աչքերն ու հոգին։ Ախպեր դե եթե Ռուդոնը չի, արդեն է Ռուդոնը աջոգի, բայց ինձ թվում է Ռուդոնը, որտեվ իրան էլ է սպիտակ 3-2 ֆար կլորային ֆարեր։ Ամել Ռուդոնը ասես լավ քշում է, լավ շոֆեր է։ Դե լավ, որ հասնենք տեղ ջոգենք, ինչա կմիացնենք, էլի։ Հիմա նկատում ենք նորակառույց դոմիկները ռուսական ոճով, ընկերներ, շատ դուրս եկավ, ծաղկում է Հերմոնը ու սկզբից հենց աչի վրա գյուղ չմտածել է, արդեն դու տեսնում ես, որ ծաղկել են ընկերներ, ամեն ինչ հիանալի է, մենք էլ ի վերջո անցանք կլորակ ֆարը ընկերներ։ Գնում ենք, հələ տես կոֆեի բուտկա, մեր մհերի օջախը, հայդական։ Տես ինչ սիրուն սարը քար կան դե։ Շատ սիրուն է։ Հիմա պետք է շատ արագ կազմակերպած տորթը մոմ սալյուտ անենք, ասա այո։ Դե որ այո, շատ լավ է։ Վազ մի տորթյո։ Ինչը չես կարա։ Ապերես չէ, դե դի ասում եմ խոսքի մեջ դու լսա, հա, յանեմ վերցիր դա զարդարիր։ Ահա բարեկամներ, Վարդանը շատ արագ կարողացավ զարդարել տորթը, իսկ մենք մի անգամից առանց վարդյան կորցնելու մտնում ենք Սիրանուշ ճամբար, որը ձախից է, չէ, Սիրանուշ է, լուսի տուր ենք մտնում ընկերներ, ձախից, որ ուղղակի հրաշք է ընկերներ, տեսեք ինչքան մեքենաներ կա, շատ սիրուն է, հրաշք է, հրաշք։ Հիմա քաշենք այստեղ միտեղ կանգար կատարենք, գեղեցիկ ձևերի մեջ, ահա այսպես, որ նա մեզ չնկատի առհասարակ, հիմա գնում ենք Զարինեի եւ Արայիկի անակնկալը հասցնենք նրանց ընկերներին Ժենյային եւ Հրոյին։ Այո, բարև ձեզ։ Հիմա մեզ ասենց ուղեկցեք, թող չտենան, հա մեզ։ Շատ լավ, լուսի տուրի անձնակազմն է, ժպտերես ու բարի նրանց տված ուտելիքը կերար, կյանքը երկարում է։ Ինչ եք տալու ես ուտեմ։ Ամեն ինչ։ Ամեն ինչ կտող։ Ջան, արա։ Սա գնում ենք։ Հենց ստեղ են։ Հայ, թեին են։ Ոնց կես, ընդե։ Հա, հարցը իրաննա։ Հա։ Ես ողջունում եմ բոլորիդ հարգելի հավաքվածներ, ոնց եք։ Բայց ապել տվեք, այսօր 3 ծանոնդեր այսօր ենք եկի, հա։ Նա այսօր եկել ենք լավ անակնկալ անենք, բայց թե ում կողմից, այդ չեմ ասում հələ։ Նայեք, ուրեմն տորթի վրա սրտեր է բազում, սա սիրո հարգանքի նշան է, ու ասեմ քեզ Ժենյա, մենակ քեզ չէ, էլի, հերոն էլ է, էլի խառես թեմային, հերոին։ Նել է շատ սիրում ես անակնկալ արողները, հա? Ապերես ես սաղ գիտեմ։ Հա, բա ինչա։ Հիմա մետ լավ երազանք պա իմացի, որ կատարվելու այսօր քո օրն է, երեք այսօր, ու միշտ, որովհետև անակնկալ արողներ ենքան մաքուր սրտով են արել, որ ինչ ուզես դառնալու է իրական։ Դուք էլ ծափեր կտակ, էլի։ Անակնկալ անողները։ Հերո, հերո,
Ախպեր ես, ունես լավ ես նստել, բայց պետք չէ, հրո, ախպեր հիմա կեսիտ է, դուրս եկեք ստեղ, որ սիրուն պահ են կազմակերպում, բարեկամ, հարի պետքա ծաղիկները դու նվիրես, որտեղ, ախպեր ես, էսի պտի դու տաս, էլի, հարի մեր ժենյայի ծաղիկները նվիրի, մետ գերկես կպաչես, հետո կետակ Երևան, ախպեր, ինչ եք հել է եթում եք Երևան է, Եվ այս անակնկալը հրո ջան, ում կողմից կնի, լասա, դու կուրսի ես? Արոն և Զարուհին շատ ձեզ սիրում արգում են, դե դուք էլ եք սիրում արգում, տենում եմ, ասենք երևում է, էլի, պրոստը որ իրանց զորն, ախպեր ես ուշ չեմ եք ես չի ժամանակին եմ գալի միշտ, կարևոր ուրախությունը հասատեղ արդեն կարող է գնալ Երևան, մենք էլ են գնում Երևան, ախպեր ես չեմ կարող, հիմա իշնում եմ գնամ Երևան, վռազ եմ։ Հիմա չեք մեր հետ սրճելու։ Ուր ասուրճը որ սարճենք, հեսա մինչև գա, չէ դուք նստեք, ախպեր դուք էլ եք վռազ։ Ախպեր դու վռազ ես, չես իշում, պետք է եթակ Երևան։ Դուք պետք է Երևան գնանք, դեզ ես լավ որ անփորձանք ճանապարհներ։ Ահա բարեկամներ մենք լուսի տուրից գնում ենք։ Արոս։ Ապրեք Ստեփան ջան։ Դու էլ ապրես։ Ախպեր ես ձեր մեղրի համարը ասել իմ հատ 0 093 093 66 66 55 55 60 60 Այս համարով զանգում են ամենալավ որակյալ բան փորձակնություն անցած մեղրը քո մոտ է, չէ։ Ես տեսել եմ բեսամ թորացած մեղրի գործով եք զբաղված, հա։ Որ սերը կա, հարգանքը կա, սելիմումը, արդեն ես լեռնասկում իջնելուց աչի վրա սիրուն կան էլի դեղին մեղրի ящикները կապուտ։ Ճիշտ է, լրիվ ճիշտ է։ Զանգեք ու ունեցեք աշխարհի ամենալավ մեղրը, Վայոց-Ձորյան մեղրը, դա ամենտեղ չես հանդիպի։ Ապրեք, շնորհակալ եմ։ Անջատի։ Բարեկամներ, հիմա նույն տեսարանը ուղղակի արդեն իջնելուց ենք նկարում եւ ասեմ ձեզ, որ սիրո պահերը դեռ չվերջացան մեր եթերում, հիմա մենք իջնում ենք Շատին գյուղ, որտեղ հավաքվել են մեր բարեկամները եւ պետք է տեղի ունենա գենդեր պարթի։ Իսկ մեր գործողությունն այնտեղ մի ծաղիկ մի տորթով գնալ ու հասկանալն է, այնտեղ հավաքվածներն ինչ են մտածում, տղայացնվելու, թե աղջիկ, տեսնենք ով կհաղթի։ Գնալու ենք բաժանենք ճամբարների հավաքված մարդկանց եւ փորձենք հասկանալ արդյոք տղայա թե աղջիկ, էլի։ Այդ պահը պիտի հասկանանք։ Գնանք սիրուն գենդերային պարթիներ կազմակերպենք մեր ձևով, էլի, ասենք ես սիրում եմ այն ձեր իմացած ձևով չի լինելու։ Հետո մենք ադուշի զենց բարեկամաբար հասկանանք տղայա թե աղջիկ։ Հա? Քեզ հետ դու ինչ ես ասում, տղայա թե աղջիկ։ Տղա։ Ես էլ եմ ասում տղա։ Մենք տղա ենք ասում, ախպեր։ Ու իսկ ով ուզում է մինչև իմանալը իր կարծիքը ասի, թող գրի։ Գրեք, որ իմանանք տղայա թե աղջիկ։ Համաձայն եք։ Համաձայն են։ Գրեք։ Մինչև այնտեղ հասնելը գրեք։ Ով ճիշտ ասի, հալել է իրան։ Ես ասում եմ տղայա։ Հիմա հասանք Եղեգից գյուղ, հետ ենք իջնում, էլի, հետ քայլ ենք անում, որ հասկանանք ոնց է մնացածը կազմակերպվում։ Հիմա զանգենք մեզ կանչած Անուշ աղբորը, Սիփան Անուշ աղբորը։ Ստեփանը գնում է Սիփանի մոտ ընկերներ, որ հասկանանք ոնց են կազմակերպում, էլի։ Ինձ էլ են Սիփանը ասում, հենց է հեռու չի ինձնից, ես ինչ եմ սարքել, հետաքրքիր է։ Տուն է, թե հանգստյան օթիակ, ինչ իմանաս, մինչև չիմանաս։ Աչից էլ պատ են շարում արտիկի տուֆով, փոքր չափի արտիկի տուֆը, էլի, սովորականներից չի, մեծերից չի։ Մենք արդեն հստակ գիտենք, որտեղ ենք գնում, գնանք հասնենք ընկերներ ու հասկանանք, տղա է, թե աղջիկ է, այդ է այսօրվա հարցը կարևոր, տեսնենք էլի, չէ՞։ Բայց մենք ասում ենք, որ տղա է։ Թող լիքը երեխաներ ծնվեն, թող լիքը այսպես պահեր լինեն բոլորի օջախներում, ազգը հզորանա, բազմանա, որովհետև ընկերներ մեր գենը լավն է, պետք է շատ լինենք, որ հզոր լինենք, էլի, թե չէ գնալով քչանում ենք, պետք է շատանանք։ Դե ես գեղեցիկ տեսարանն էլ մի երկու կադր վերցրու, որ նոր գնանք, սես գնալը լավ չի։ Հələ նայի, հա, հələ դու սրան նայի, որ նորմալ չի փչում ջուրիկը։
Ահա, տես փչում է ամեն դեպքում, ուղղակի դանդաղ է փչում, ճնշում է հազիվ անում։ Նայ, տես փչում է։ Չի փչում է։ Քիչ հետո կփչի։ Լավ դե Վարդան, ուզում ես հասնենք տեղ նոր նկարենք։ Հուսով եմ բոլորդ գերեցիք արդեն տղայա թե աղջիկ, որովհետև հաշված րոպեներ հետո հասնելու ենք արդեն մեր գեղեցիկ զույգին, ովքեր սպասում են այդ երեխային, բոլորից շատ, մեր փոքրիկ բալիկին, մեր հայ բալիկին, մեր տղային, էլի, մեր տղան է։ Ես դենց եմ մտածում, հիմա գնանք հասնենք տեղ ու երևի թե մի 5 րոպե հետո կիմանանք տղայա թե աղջիկ, այնտեղ հավաքվածները այդքան էլ շատ չեն, 8 հոգի են, մտերիմ շրջապատա, գնում ենք այդ սիրուն հասկանանք, էլի, տենանք, տղայա աղջիկ կա, թող բոլորն իման, տատիկ, պապիկ, բոլորն իմանան, էլի, ճշտվենք, հասկանանք ու անցնենք առաջ, ու գնալու ենք հաջորդը արդեն ջրվեժ ռեստորան Արսանյաց հանդեսի ներկա գտնվենք, այնպես որ մնացեք մեզ հետ, այսօր շատ հետաքրքիր օր է, եւ այս հետաքրքիր օրվա մեջ մենք գտնում ենք ամենալավ գեղեցիկ առիթները եւ ներկա գտնվում այդ առիթներին։ Հիմա Վարդան արդեն պահն է, որ տորթը վերցնես ու զարդարես, բայց բանա կհասցնես, իհարկե կհասցնես, տորթը վերցնես ու զարդարես։ Հիմա մի տեղից եմ մտնելու, որտեղ շատ վտանգավոր է, հենց ամիջապես կրուգի վրա ընկերներ մտնելու տեղ է, էլի։ Այս մեր նկարահանող սարքի հարմարությունն ու առավելությունն այն է, որ հավեսն չես կարա։ Չես կարա։ Ահա, ես կարամ երևի, հա։ Հիմա հետևից մեքենա չունենք, դեմից մեքենա չունենք, այստեղից պետք է այստեղ կանգ ենք առնում, հա, այս ճիշտ եմ կանգ առնում, բայց ես հա, թե մյուս կռուգն է։ Մյուսն է, չէ, հենց էսա։ Այսա, բարեկամ։ Հենց այստեղ ենք մենք եկել, ընկերներ, հա, տենց անում ճամփի մեջտեղ եմ կայնացի վերջո, մենք այստեղ ենք գալու ընկերներ, այս սպասում են, պիտնյաշկայա բանա, հանդիքը մեքենաներ կա։ Եվ իհարկե մենք կանք ու սպասում ենք պահը գա, որ գնանք, Վարդան հիմա տորթի հարցերով է, ես ռուլի հարցերով եմ, որոշել ենք, բայց կաղա չմտնենք հենց քյասարը անցնենք, ինձ թվում է ավելի հարմար կլինի ոտքով անցնելը, քան մեքենայով, քանի որ նկատենք ընկերներ, հոցգիծ է այստեղ, հոցգիծ խախտել պետք չի ամենևին, երկու կողմից էլ տեսադաշտ ունենք, բայց դե վտանգավոր է, էլի տեղերը մի տեսակ։ Վարդանը որոշեց սիրո տորթի վրա համ վարդագույն, համ կապույտ դնի, որ հասկանանք, բայց տղա է ալելու, էլի այս գույնն է մեզ պետք։ Սպասողականը շատ անհամբեր ենք մենք արդեն, ստացվում է Վարդան, ստացվում է, պատրաստենք, պատրաստ չենք լինում, ինչպես հասկանում եմ, պատրաստ չենք լինում, ծաղիկն էլ վերցրու, տես, երկու սիրտ, Պապան, մաման և նոր ծնվող բալիկը, ես էլ իրենց ընդհանուր սերը ընտանեկան, բայց ասեմ, որ մեր Սիփանը էլ երեխեք ունի, էլի, հենց չունի, ուստը երրորդին է սպասում իմ հասկանալով։ Մենք հիմա այս գեղեցիկ բնության գերկում անցում ենք կատարում անվտանգ, նայեք, բայց որ ավտոյով ենք այդքան էլ անվտանգ չէր լինելու, հասկանանք ճշմարիտ ենք եկել, Բարի օր ձեզ։ Հա, ճիշտ ենք եկել, ուր է բա Սիփանը։ Բարև ձեզ, բարև բոլորին Սիփանը։ Վերևն է, անկյունը վերևն է սարքե, հա։ Բայց չեք գալի, այսօր դուք պատկերացում ունեք ինչի համար ենք մենք հավաքվել, ես ինչի եմ եկել։ Հա, տղայա թե աղջիկա։ Հեսա հարցնելու եմ, պետքա բոլորդ ասեք, բարև ձեզ։ Բա որտեղ է մեր անկյունը գեղեցիկ, հա, հեսա։ Պաստորեն երկու տարբերակ, գծածասախ, բա ուրա, գլխավոր, մեղավոր, այսինքն դուք գիտեք, դու ինքը գիտեք, մնացած չգիտեն, բա դու ինչ ես ասում, տղայա աղջիկա, տղայա, ես էլ եմ ասում տղայա, էլ եմ ասում տղայա, ընդ է տղա ասող կա,
Հա, ոնց որ մեծամասնությունը ուզում է որ տղա լինի, դեմ չենք, այնպես դնեմ ստեղ։ Սպասենք, որ մինչև մեր Սյուզի քույրիկը գա, որի՞ չի բասեինա։ Սա անկերներ հզոր հանգանոց բասեինա, ասեմ մանակ, հնես չի սովորական բասեինա։ Իմ արև, որ չերևաց։ Չերևաց է, չէ։ Ես արդեն, ես ճիշտ էլ ջոգել էի ուրեմ։ Սիրո գեղեցիկ պատմություն։ Հա, նոմա Սյուզի քույրիկը գա։ Լավ ես աղբերս։ Լավ աղբերս, դու ոնց ես, ինչ ես անում, ուզում ես նկարես։ Հա, Մենք նկարում ենք։ Բայց դու էլ նկարի։ Հա, թողել է։ Հեսա թող հավաքվեն բոլորը, էլ մարդ մնաց որ գա, խորովածի մոտ մի հոգի պետք է մնա։ Մեծ աղբեր, դու խորովածի մոտ ես մնում։ Աղբեր դու չես զում գաս ասես տղայա թե աղջիկ։ Տղայա, դու ասում ես տղայա։ Հորա սաղ ասում են տղայա, բա աղջիկը ասող չկա, ով է մտածում աղջիկա։ Որ հավաքվել ենք ուրեմն տղա։ Որը սաղ ասում են տղայա։ Ես եմ մտածում եմ հակառակ կողմել կլինի, փաստորեն դրա մեջ գերված է, ինչա, հա։ Այո։ Ես երկուսով պետք է փչեք։ Հա։ Գիտեմ։ Հա, էլի, բանես ապավիչ անենք, հա։ Հիմա սենց ենք անում։ Եկավ երոց։ Եկավ։ Եկավ։ Սյուզի քույրիկ արի տենանք, արի, հեսա։ Կանես էլ կանենք, հեսա։ Եկեք երկուսով վերցրեք էս սիրուն բալոնչիկները, էսի ապավիչն է, չէ՞, քաշում ես, հա։ Երևի պետք։ Հա, էսի պետք։ Չէ, կարմիրա։ Լիրանա։ Էս երկուսի մեջ էլ նույն գույնն է։ Գլխավորին հարցել էլի։ Հələ դու ասա։ Ապերիկա թե քուրիկա։ Քուրիկ, դու քուրիկ ես ուզում։ Որ արդ կուկելաներով խաղակ։ Բա որ տղա է լավ, բա որ ապեր է լավ, ինչ է կանելու։ Անուն ի՞նչ է։ Դե եկեք կանգնեք հիմա փորձ։ Հիմա էլ եմ հարցնում։ Ով աղջիկ, ով է մտածում աղջիկա։ Ես։ Դու, մենակ դու։ Դե տենակ թոքո սրտով լինի։ Հիմա եկեք ես պահ կազմակերպենք, Սյուզի, արի դե։ Սիփան դու էլ արի, եկեք երկուսով կանգնեք, ձեր սիրո քաղցրության մոտ կանգնեք, ես էլ վերցրեք, հեսա այդ բառերով չենք ասելու, լեսի որ մեջինը գույնը տեսանք էտա, չէ։ Հա, սենց ենք անում, ես էլ ենք սենց անում։ Հիմա ես մտ սենց անեմ, մտ երազանք ենք պահում, կարևոր առողջ բալիկ լինի, սիրով շրջապատված, մաման պապան առողջ լինեն, գլխից անպակաս։ Հիմա մի հատ լավ երազանք պահեք, քանի կամին չի փչել, հələ տենանք փչում է կամին, չէ, կամինով է փչի։ Հիմա երկուսով դու էլ արի, որ չես։ Թող քո ուզածն էլ կատարվի։ Ահա, եկեք հավաքվեք։ Դե 3-4 փչում ենք։ Փչեք, էսի բանը մոմերը նոր։ Դավայ, փչեք մոմերը։ Դե ուրախ լուր, առողջ բալիկ, սկսենք։ Մոնտե անուն ելնելու, հա? Առողջ բալիկ լինի, սերը շատ, բոլոր լավ լինեք, ես ատը ջոգել եք որ տղա է, հա? Դե հիմա քանի որ տղա է թոսի պարմա ծաղիկ նվիրի գրքի, դուք էլ Դու տխրել ես մի քիչ ոնց էր, հա? Ապերին սիրալու ես, չէ? Հա, ինքը ավելի շատ էր ասում, քո ուզածն է եղել։ Всё, ապերը գալիս է, բան չմնաց, հեսա կհասնի տեղ։ Դες ես լավ օր, բարձր տրամադրություն, մենք էլ գնանք, դուք էլ մնացեք քեֆ արեք, ուրախացեք։ Մենք գնում ենք ուղիղ մի անգամից Երևան, որտեղ ժամը մոտ է արդեն։ Ելանք դե, ձեզ լավ օր։ Ուրախ պահեր, բալիկն էլ բարով ծնվի։ Բարեկամներ, ահա, մենք ավարտեցինք եւս մեկ գեղեցիկ աշխատանք։ Հիմա մնում է մենք չավարտվենք։ Արի, չավարտեցինք, ամեն ինչ կարգին է։ Եվ սա նշան է, որ մենք կարող ենք առանց մտածելու ուղևորվել դեպի Երևան։ Գնացինք Երևան, ընկերներ գնում ենք ջրվեժ թաղամաս, բայց մինչ այնտեղ հասնել պետք է վերցնենք 101 վարդերի 2 կապոց եւ մի հատ էլ եւի 51 հատի կապոց։ Ու գնանք Երևան, հետո Հրազդան, էլի։ Բա, Վարդան գիտեիր ինչ, ու տորտ պետք է վերցնենք անպայման։ Որովհետև մայրիկի ծննդյան օրը եւ որդին
ուզում է ամենալավ ձևով շնորհավորի։ Այնպես որ գնացինք բարեկամ, գնում ենք այս գեղեցիկ ճկնաղ տեսարաններով ողջևորված ու հավեսով գնում ենք առաջ։